Հարգելի պարոն Փամբուխյան, հարգելի հավաքականու անդամներ, այն ինչ որ տեղի ունեցավ այս դահլիճում րոպեներ առաջ, դա այն ինչի մասին մենք խոսում էինք, որ ընդդիմադիր ուժերի մի մեծ հատված, դրանք քաղաքական ուժեր չեն, դրանք ինչ որ խմբավորումներ են, որոնք որ հանցավոր գործունեությամբ են զբաղվում, դա կլինի ընտրակաշարք, թե այլ գործունեություն, եւ այն որ այստեղ որոշ մարդիկ կան, որոնք հիմա դահլիճում չեն գնացին 3 տարի ամբիոնին չեն մոտեցել, բերանները ջուր առած նստել են, ուրիշների ելույթների ժամանակ տեղից ինչ ասես խոսում են, ինչը վերածվում է վիճաբանության, հետո նաև ֆիզիկական վիճաբանության։ Հետևաբար լրատվամիջոցներին մեր հայրենակիցներին խնդրեմ ուշադիր հետևել, թե ինչից է դա սկսվում, բայց նաև ներողություն եմ հայցում տեղին ունեցածի համար ամեն դեպքում։ Հիմա անդրադառնալով վերջին ազգային ժողովի ընտրությունների արդյունքներին, կարծում եմ այդ ընտրությունների արդյունքները տվեց մի շարք հարցերի պատասխաններ, որոնք վերջին 3 տարիներին այս դահլիճում տեղի են ունեցել, բանավեճեր, քննադատություններ, հարցադրումներ, եւ այն քաղաքական ուժը, մասնավորապես Մայր Հայաստան կուսակցություն կոչվող, երբ որ մեզ 3 տարի ասում էր 9%, մեզ ասում էր, ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ իրենք 0% են, որովհետեւ թվերը հետեւյալն է ասում. Բարգավաճ Հայաստանը 2021 թվականին Երևան քաղաքում ստացել է 10417 ձայն, եւ Բարգավաճ Հայաստանը, որի ցուցակում էր նաեւ Մայր Հայաստան կուսակցությունը, 2026 թվականին ստացել է 10342 ձայն, այսինքն նույնիսկ պակաս ձայն, քան 21 թվականին։ Հետևաբար կարելի է արձանագրել, որ Մայր Հայաստանը միանալով Գագիկ Ծառուկյանին ոչ միայն չավելացրեց իր ձայները, այլև պակասեցրեց։ Հետևաբար պարոն Ծառուկյան, ինչի եք այդքան փող ծախսում այս մարդկանց վրա, իրանք ոչ միայն ձեզ ինչ-որ բան չտվեցին, այլև ինչ-որ բան էլ տարան, եւ Մայր Հայաստան խմբակցությունը որպես քաղաքական միավոր այլևս լեգիտիմ չէ, եւ նա որևէ քաղաքացու չի ներկայացնում Երևան քաղաքի հավաքանում։ Որևէ քաղաքացու, նրանք ստացել են 0% եւ 0 ձայն, նրանք որևէ մեկին այսուհետ այս դահլիճում չեն ներկայացնում, բացի իրենց անձերից։ Դրա համար էլ ամբիոնի մոտից խոսալու փոխարեն տեղից են խոսում եւ այդ բակային ժարգոնի բառապաշարը մենք չենք պատրաստվում այդտեղ հանդուրժել եւ ես ձեզ նախորդ նիստին էի ասում, ափսոս այդտեղ չեն, իրանց աչքերին մեջ նայելով կուզեի ասել, բայց ես նախորդ նիստին էի ասում, որ իրականության զգացումը իրանք կորցրել են եւ ընտրություններից արդյունքներից հետո իրանք զգացին, որ իրենք իրականության զգացումը իրոք կորցրել էին եւ մեր նպատակն է այնպես անել, որ նման քաղաքական ուժերը մինչեւ 2028 թվականը կամ 2028 թվականին Երևանի ավագանյում ներկայացված չլինեն։ Առաջիկա մյուս քաղաքական process-ների եւ մյուս ընտրությունների արդյունքներում դրանք այս դահլիճում որևէ անելիք չունեն, որտեղ նրանք առաջիկա 2 տարում որևէ քաղաքացու, որևէ երևանցու չեն ներկայացնում։ Եվ երբ որ ասում են եկեք գնանք բակերով շրջենք, նայենք ում են ճանաչում, ում չեն ճանաչում, ում են հարգում, ում են ընդունում, մենք գնացինք բակերով շրջեցինք ի տարբերություն ձեզ, երբ որ դուք փողոցներով ասես քայլում էիք, ինչ որ տպավորություններ էիք ուզում թողնեիք, բայց պարզվեց այդ ամեն ինչը օդ է։ Մենք քայլեցինք երևանցիների հետ շփվեցինք եւ արդյունքում Երևանի բնակչությունը մեզ 23000-ով ավել ձայն տվեց, քան 2021 թվականին, իսկ ձեզ անգամ մի ձայն չտվեց։ Այս է քաղաքական գնահատականը ձեր, երբ որ ասում ենք մի խաբեք մարդկանց, դա կլիներ տրանսպորտի թեման, դա մյուս թեման, ասում ենք մի խաբեք մարդկանց, պետք չի բացահայտվելու է, մարդիկ ճշմարտությունը իմանալու են եւ իրենց քվեարկությամբ ձեզ ձեր տեղը ցույց են տալու։ Եվ իրենք ցույց տվեցին ձեզ ձեր տեղը տալով ձեզ 0 ձայն։ Մայր Հայաստան խմբակցությունը 0 ձայն ունի եւ 0% ունի եւ նրանք այլևս այստեղ որևէ մեկին չեն ներկայացնում։ Նաեւ ես կխնդրեմ պարոն Սուքեսյանը հետագայի համար հիմա այստեղ չի մանրամասնի եւ իրազեկի թե ովքեր են այս պայն հանդիսանում խմբակցության անդամ, ովքեր են դուրս եկել, որովհետեւ մենք տեսանք հրապարակային գրառումներ, որ այն մարդիկ, ովքեր Բարգավաճի ցուցակով չեն, իրենք Մայր Հայաստանի հետ կապ չունեն, հետեւաբար լավ կլինի անուններով ասեք, թե ովքեր են դուրս եկել խմբակցությունից եւ ովքեր են մնացել, որպեսզի մենք էլ իմանանք, երևանցիներն էլ իմանան ձեր քաղաքական հետագիծը ով ում բարեկամն է, եւ ես կարծում եմ, որ անգամ իրենք իրենց չեն ընտրել, գնացեք Քոչարյանին են ընտրել, որովհետեւ իրենց քաղաքական հայրը Քոչարյանն է, որովհետեւ եթե 2023-ին իրենք 40000 ձայն էին ստացել մոտավորապես, հիմա 0 են ստացել, հետեւաբար դա իրենց ձայները չի եղել եւ իրենք ինչպես 23 թվականին են 0 եղել, այնպես էլ հիմա են 0։ Շնորհակալություն։